Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգևորական Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը։ Գրեթե մարտամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է։ Առաջին օրերին է լինելով բարձրաստիճան հոգևորական սուտ է խոսել իր հոտի առաջ, ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք 10 հոգևորականներով հանդիպելու են Փաշինյանին։ Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաև Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։ Սակայն պարզվում է, սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել։ Նախորդին Արցախի հոգևոր թեմի Facebook-յան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է, հայտարարելով, որ արցախցիները սատարում են թեմի առաջնորդին, իսկ թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի։ Իբր թեմի առաջնորդը հանդիպել է թեմական խորհրդի անդամների հետ եւ անձամբ նրանցից ճշտել։ Մենք տեղեկացանք, որ թեմական խորհրդի հետ որևէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու այսօր։ Իսկ թեմական խորհրդի առաջնորդին դատապարտող հայտարարություն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ, մյուս 2-ի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այսօր թեմական խորհուրդը նրանցից այս ամենի համար հաշիվ է պահանջելու։ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների քննության փուլը։ 380 թեկնածուին մինչև ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ, դուրս թողնել մրցակցությունից թե գրանցել, հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու, կամ քաստինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, որ հին թիմը չնեղանա եւ այլն։ Նախորդին ՔՊ վարչությունը քննական հանձնաժողովը առաջին խմբին է ընդունել։ Հատ կանչել են ամբիոնի մոտ հարցեր տվել։ Շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են ինչու եք որոշել պատգամավոր դառնալ, ինչն եք փոխելու, ինչն այնպես կանեք կամ չեք անի, եթե դառնաք պատգամավոր եւ նման այլ պարզ հարցեր։ Հետաքրքրվում են նաեւ ով որտեղ է աշխատում կամ աշխատել։ Սակայն առավել ուշագրավ է եղել ՔՊ խմբակցության երեկվա պատգամավորների քննությունը։ Մեզ պատմեցին, որ երկրորդ սրոկից առաջ նրանցից հավելյալ հավատարմության երթումներ են փորձում ստանալ, օրինակ հարցնում են. ինչպես եք վերաբերվում եկեղեցու նկատմամբ գործընթացներին, Փաշինյանի պատարագներին մասնակցում եք։ Մի խոսքով իսկական հավատաքննիչներ, որոնք չնայած 5 տարի այդ պատգամավորների հետ ճանապարհ են անցել, սակայն հիմա իբրև թե նոր են ծանոթանում այս մարդկանց, որոշ հարցերում հավատարմության երթումներ են կորզում, որ հետո ոչ մեկը չարթարանա, թե համաձայն չէր ՔՊ-ի վարվող կուրսին։ Փորձեցինք նախորդի քաստինգին մասնակցած մի քանի պատգամավորի հետ զրուցել, սակայն նրանք վախվորած հրաժարվեցին մեկնաբանություն տալ։ Քաղաքագետ Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է տուժի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ դրվի նրա պաշտոնանկության հարցը։ Բանն այն է, որ ամենատարածված վարկածն այն է, որ Հակոբյանին ծեծի են ենթարկել վերջերս արված ապաճնջված մի գրառման համար, որ ԱԱԾ ամորի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ու ամուսնացած Աննա Վարդապետյանը սիրային կապի մեջ են։ Բանն այն է, որ ՔՊ-ում վաղուց են դժգոհ գլխավոր դատախազի գործունեությունից, նաեւ քննարկում են բարձրաստիճան այս պաշտոնյաների կապը եւ հնարավոր է այս պատմությունից օգտվեն ու դրվի նրա պաշտոնանկության հարցը։ Մանավանդ որ եկեղեցու դեմ իրականացվող աշխատանքների ընթացքում Փաշինյանը թիմին հորդորել է կարգի բերել իրենց ամուսնական հարաբերությունները, դադարեցնել արտամուսնական կապերը, որպեսզի կուսակրոնության ուխտը խախտելու քողի տակ ընթացող այս արշավը չդառնա ավելի խոցելի։ Թյուր կարծիք կա, որ ոստիկանության շարքային աշխատողները հանուն աշխատավարձի անկեղծորեն սիրում են եւ պատրաստ էր մինչեւ վերջ ծառայել Նիկոլ Փաշինյանին։ 3 տարբեր քաղաքացիներ մեզ պատմեցին, որ երբ Փաշինյանի կորտեժն անցնում է եւ հետիոտն անցումների մոտ բարեկները թույլ չեն տալիս, որ անցորդները հատեն փողոցը, եւ երբ մարդիկ սկսում են հայոյելու անիծել Փաշինյանին, դժգոհել, որ ուշանում են, հորդորել, որ թույլ տան իրենց անցնել փողոցը, բարեկները նույն միտքն են ասում։ Սա ոչ թե իր անվտանգության համար են կանում, այլ ձեր։ Նկատի ունեն հղի կնոջ դեպքը, երբ շարասյունը տրորելով անցավ երիտասարդ կնոջ վրայով, կյանքից զրկելով նրան։ Իսկ որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը շարասյունով սլացող անձի նկատմամբ եւ անգամ միանում են քաղաքացիների որակումներին ու հայհոյանքներին։